Այժմի ամենաթարմ նորություններով եթերում Renews-ն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Եվ այսպես երեկ Հովանավանքում կարգալույց քահանայի շուրջ աղմուկից ու քաշքշուկից հետո կրքերը դեռ չեն հանդարտվում։ Այսօր ազգային ժողովում են շարունակվել ընդդիմադիրների ու իշխանականների միջև վեճերը։ ՔՊԱ-ականները կրկնել են եկեղեցին մաքրագործելու, կաթողիկոսի հեռանալու եւ այլ պահանջներ, վերցված Նիկոլ Փաշինյանի բառապաշարից, ընդդիմադիրները մեղադրել են Կադիրովի երկրպագուին պաշտպանելու համար, նկատի ունենալով կարգալույց քահանային, որը երեք լրագրողներին ասել էր, որ Չեչնիայի ղեկավար Կադիրովին համարում է լավ առաջնորդ։ Ով է հակաեկեղեցական արշավ իրականացնում ի վերջո, իշխանությունները, որ ասում են դա կաթողիկոսի կեցվածք չէ։ Կաթողիկոսը պետք է ժողովրդի մեջ լինի, կաթողիկոսը պետք է քարոզի ժողովրդին հոգևորը, պետք է ժողովրդի մեջ սերմանի միասնություն, բարություն, նա պետք է հոգևոր սննդի աղբյուրը լինի ժողովրդի։ Եվ կարծում են, որ ամենայն հայոց կաթողիկոսը մի շարք եկեղեցական կանոններ է խախտելու պիտի հեռանա, թե արշավն իրականացնում են իշխանության պնդմամբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, որոնք ըստ իրենց մի շարք եկեղեցական կանոններ են խախտել ու պիտի հեռանան։ Եթե այսօր մինչև երեկո իրենք այն ինչ որ գրել եւ ստորագրել են չփոխեն, այո, սատարելու եմ եւ արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում։ Իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու։ Այո, սատարելու եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Երեքշաբթի էր հայտարարում Տեր Արամը կամ Ստեփանը, հինգշաբթի արդեն հստակ փաստեր ունի իր խոսքով։ Այո, ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրաթոռը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան, եւ ես դատարանում կհաստատեմ։ Կարգալույց հռչակված հոգևորականի խոսույթը վարչապետի խոսույթին է նմանվում։ Այս առիթով նաև պնդում են, որ Գարեգին II կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Թող Գարեգին II-ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Ազգային ժողովում են ակտիվ քննարկում այս հարցը, ամբիոնից ասում են ինչու նոր սկսվեց այս լարումը։ Այս մարդիկ 18 թվականին իշխանության գալուց հետո սելֆիներ էին անում կաթողիկոսի հետ, տարբեր եկեղեցական արարողություններին էին մասնակցում։ Մեկ տարի առաջ եկեղեցու բացման ու օծման արարողությանն էին մասնակցում, ու իրանք խնդիր չունեին։ Մարդիկ խնդիր չունեին կաթողիկոսի հետ։ Այն բոլոր բամբասանքները, որ տարածված էին մեր հասարակության մեջ, իրենք չէին լսել 18 թվականին, չէին լսել 19 թվականին, 20-ին, 21-ին կներեք Փաշինյանական ձևով ասացի, 22-ին, 23-ին, 24-ին չէին լսել, երբ 24-ին այստեղ բազմաթիվ ներկայացուցիչներ գտնվում էին Մայրաթոռում, չէին լսել այդ բամբասանքները։ Թե այդ ամեն ինչը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին։ Դուք մարդուն եւ եկեղեցին նույնականացնում եք։ Դուք ասում եք, դուք ինչ եք գնում Մայր տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիչ Ներսիսյանի հետ խնդիր ունեք։ Դուք ինչ եք գալիս ազգային ժողով, եթե իմ հետ խնդիր ունեք։ Նյուզեյեմի մեր գործընկերների հետ զրույցում Հռիփսիմե Հունանյանն իր վարկածն է առաջադրում։ Ամենը սկսել է, երբ կաթողիկոսն ասել է Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մտել է եկեղեցի եւ վեհափառի փոխարեն ինչ որ որոշումներ կայացրել է վարչապետը։ Եթե ասում եք ինձ համար կարգավիճ եղած չի նա։ Ոչ։ Նա երբեք չի մտել եկեղեցի այնքան ժամանակ, քանի եկեղեցին չմտավ քաղաքական դաշտ։ Իսկ եկեղեցին ինչ իրավունք ունի մտնի քաղաքական դաշտ եւ քաղաքական մարմինների փոխարեն որոշումներ կայացնի։ Միայն մենակ այն հայտարարությունը, որ ասում էր պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դա արդեն քաղաքական խոսույթ է եկեղեցու կողմից։ Իսկ Աննա Գրիգորյանը ընտրովի արդարադատության մասին է խոսում երկրի թիվ 1 ամբիոնից։ Վերջերս հրապարակվում է մի ձայնագրություն սրբազաներից մեկի մասնակցությամբ եւ գործ չի հարուցվում բուն գաղտնալսման դեպքի առիթով։ Այլ գործ է հարուցվում այդ գաղտնալսման ներքո ստացած ինֆորմացիայի առիթով։ Իմ գործընկեր Քրիստինե Վարդանյանը նշեց, երբ Վանեցյանի հետ կապված գաղտնալսում կար, այդ գաղտնալսման բովանդակությունը քննարկման առարկա չդարձավ։
Իսկ բովանդակությունն էր, որ ասվում էր դատական իշխանության ուղիղ ներգործություն կա, ասվում էր ուզեք չուզեք պետքա կալանքի տակ։ Իդեպ մեր գործընկերների հետ զրույցում մի համեմատություն է արել Հռիփսիմե Հունանյանը, ըստ նրա կաթողիկոսը իր տիտղոսների հետ կապ չունի։ Եթե սուրբ նորին սուրբ օծություն Տեր Գարեգին Բ այդպես են կոչում իրեն, որ սուրբ սրբերի հետ ընդհանրապես նա կապ չունի, սրբության հետ ընդհանրապես կապ չունի։ Ուրեմն ես այսօր պատասխանատու հայտարարություն եմ անում, որ ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Ի վերջո ինչ սպասել կիրակի օրը, երբ եկեղեցին արգելում, իսկ իշխանությունները խրախուսում են Հովանավանքում Տեր Արամի կամ Ստեփանի մատուցելիք պատարագը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Պարզվում է այս շաբաթ Երևան եկած ադրբեջանցի, այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչների շարքում եղել է նաև 3 տարի առաջ Լաչինի միջանցքում Արցախի ճանապարհը փակած ու բլոկադայի պատճառ դարձած Չակերտներում էկոակտիվիստներից մեկը Դիլարա Էֆենդիևա անունով տիկին այն օրերին, երբ Լեռնային Ղարաբաղից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար էր, ադրբեջանական լրատվամիջոցների տեսախցիկների առաջ հայտարարում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տրամադրել շտապօգնության մեքենաների համար։ Էֆենդիևայի Երևանում գտնվելու մասին լուրը սոցիալական ցանցերում եւ լրատվական դաշտում բուռն քննադատության եւ վրդովմունքի ալիք է բարձրացրել։ Իդեպ Reopen Media-ից կապ ենք հաստատել Երևան եկած ադրբեջանցիներից մեկի հետ, փորձել ենք պարզել, թե ինչ քննարկումներ են ունեցել այստեղ։ Մեր հաջորդ թողարկումներում սպասեք այդ ռեպորտաժին եւ հարցազրույցին։ Անցնենք առաջ քրիստոնյաների ու հայ համայնքի նկատմամբ հարգանքի բացառիկ օրինակ են ցուցաբերել մեր հարևան Իրանում։ Թեհրանի կենտրոնում հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ մետրոյի նորակառույց կայարանը պաշտոնապես անվանակոչվել է Սուրբ Մարիամ։ Հայկական եւս մեկ անկյուն Թեհրանի սրտում։ Սուրբ Մարիամ մետրոյի կայարանն է, մի վայր, որտեղ արվեստը, ճարտարապետությունը եւ հավատքը միահյուսվում են։ Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի ամենանոր եւ ռազմավարական նշանակության կայարաններից մեկը կրում է քրիստոնեական աշխարհի ամենապաշտելի սրբի անունը, դառնալով կրոնների համակեցության խորհրդանիշ։ Անվան ընտրությունը պատահական չէ։ Կայարանը գտնվում է Թեհրանի հայ համայնքի համար կարևորագույն կենտրոնի Սուրբ Սարգիս մայր տաճարի եւ Սուրբ Մարիամ անունը կրող այգու հարևանությամբ։ Թեհրանի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը հաստատեց, որ թեև կայարանները սովորաբար անվանվում են աշխարհագրական տեղանուններով, այս դեպքում բացառություն է արվել որպես հարգանքի տուրք Սուրբ Մարիամի եւ Թեհրանի հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ։ Մեր հիմնական առաքելությունը Թեհրանի ողջ տարածքում մետրոյի ցանցի ընդլայնումն է եւ հաշվի առնելով կայարանի գտնվելու վայրը հայտնի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ այն անվանակոչվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով։ Կայարանի ճարտարապետությունը կամարակապ առաստաղներից մինչև գունային լուծումներ ոգեշնչված է հենց հարևանությամբ գտնվող եկեղեցուց։ Որմնանկարները, քանդակները եւ զարդանախշերը պատմում են սիրո ու ողորմածության մասին։ Պատերի գերիշխող կապույտ գույնը նույն երկնագույնն է, որը օգտագործվել է Սուրբ Սարգիս եկեղեցու խորանում։ Այս նախագիծն ունի նաև խորը քաղաքական եւ սոցիալական ուղերձ։ Թեհրանի ամենանոր եւ կարևոր մետրոյի կայարաններից մեկի համար Սուրբ Մարիամ անվան ընտրությունը հաստատում է, որ Իրանում կրոնական խորհրդանիշների հանդեպ հարգանքն իրանցի ժողովրդի քաղաքակրթության եւ մշակույթի անբաժանելի մասն է։ Ժողովուրդ, որ հարուստ է իր բազմազանությամբ։ Թեհրանի քաղաքային իշխանության այս քայլը մեծ ոգևորությամբ է ընդունվել նաև Երևանում։ Շատ լավ, որ մուսուլմանական երկրում քրիստոնեական սրբապատկերներ կան եւ այլն, շատ հաճելի է, շատ ընդունելի է։ Ես լավ եմ զգում, իհարկե, որ այդ երկրում քրիստոնեությունը հարգվում է, հավատարմությունը լավ բան է, երբ որ երկիր իրար նկատմամբ հավատարիմ են լինում, իրար պաշտպանում են։ Բոլոր երկրների հետ է պետք է մշակութային լրիվ բաներ լինի։ Մշակույթը չի խանգարում, ավելի է մոտիկացնում ժողովրդին, իրար հետ կապեր են հաստատում, էլի։ Դե նախ առաջինը լավ է, որ Իրանը տենց հայկական ինչ-որ մշակույթը հարգում է, միջայլոց հա, Իրանը բարեկամ երկիր է, դրա համար էլ հայկական ինչ-որ տենց մշակույթը շատ լավ է իրանց մոտ։ Դե ուրեմն ինչ-որ հարգանք կա հայերի նկատմամբ, այդ պատճառով էլ արել է, եթե հարգանք չլիներ իրանց համար չէին անի, ինձ թվում է։ Շատ դրական եմ նայում, շատ լավ է, ինչ վատ բան կա, որ Իրանում հայկական, ասենք, մոտիվներով կայարան բացվել, հոյակապա։ Կայարանի պաշտոնական բացումը կիրականանա շուտով քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աննա Հարությունյան, Միլենա Դանիելյան, Reopen Media։
Մեկ պաշտոնական լուր արտգործնախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ եւ քննարկել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։ Նախարարները մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնման շուրջ։ Խոսել են նաեւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներից։ Մեր հարևան Վրաստանը քաղաքական խաչմերուկի առաջ է, մի կողմից փողոցներում չդադարող ցույցերը, մյուս կողմից իշխանությունը ամեն ինչ անում է օրենքի ուժով քաղաքական դաշտը վերահսկելու համար։ Փողոցային բողոքի որոշ դրսևորումներ քրեականացնելուց բացի իշխող ուժը նախաձեռնել է ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու եւ քաղաքական գործիչներին ցմահ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու գործընթաց։ Թբիլիսիում շարունակվում են արդեն 330 օր տևող բողոքի ցույցերը։ Նախորդային ցուցարարները կրկին փակել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան։ Դրանք պահանջել են ազատ արձակել այն ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են վերջերս ընդունված եւ խստացված օրենքներից հետո։ Չնայած ճանապարհը բացելու ոստիկանության կոչերին, պողոտան տևական ժամանակ փակ է մնացել։ Միայն պաշտոնական տվյալներով վերջին 4 օրում ձերբակալվել է 100-ից ավելի մարդ։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ իշխող վրացական երազանքը խորհրդարանում օրենսդրական փոփոխություն արեց ու էապես սահմանափակեց հավաքների ազատությունը։ Նոր կարգավորումներով ցույցի ժամանակ դիմակ գրելը կամ ճանապարհ փակելը, որի համար նախկինում նախատեսված էր վարչական տուգանք, այժմ պատժվում է մինչև 15 օր ազատազրկմամբ, իսկ կրկնվելու դեպքում մինչև 1 տարվա կալանքով։ Արդեն 11 ցուցարար կալանքի է դատապարտվել։ Նոր օրենքի դեմ քաղաքասարակությունը շարունակում է բողոքել այն անվանում ժողովրդավարական կարգերի ուղիղ խախտում։ Փողոցային ցույցերը ճնշելուն զուգահեռ Վրաստանի իշխող կուսակցությունն ընդունել է մեկ այլ, ավելի վիճահարույց օրենսդրական փաթեթ, որի նպատակն է արգելել որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը եւ նրանց հետ կապված անձանց ցմահ զրկել քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները կարող են դատարան դիմել մինչև 10 կուսակցության արգելքի պահանջով, նրանց մեղադրելով պետության դեմ դիվերսիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապ ունենալու մեջ։ Նոր փոփոխությամբ այն անձինք, որոնք կհամարվեն արգելված կուսակցության հետ կապված անձիկ, կզրկվեն կուսակցություն ստեղծելու ընտրություններին մասնակցելու եւ ցանկացած պետական քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Վրացի սահմանադրագետներն ու իրավաբանները նշում են, որ այս նախաձեռնությունը հակասահմանադրական է, ըստ նրանց ժողովրդավարական երկրում քաղաքական գործունեությունը այսպես չի կարելի սահմանափակել։ Գործող օրենսդրությամբ միայն կոնկրետ քրեական հանցագործությունների համար դատապարտված անձիկ են զրկվում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, այն էլ ժամանակավոր, ոչ թե ցմահ։ Աննա Թանդարյան, Open Media։ Նոր սրացում է եղել ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ, ռուսական Սու-30 կործանիչը եւ Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը Կալինինգրադի մարզից թռիչքի ժամանակ կարճ ժամանակով խախտել են Լիտվայի օդային սահմանը։ Ի պատասխան ՆԱՏՕ-ի օդային պարեկությունն իրականացնող իսպանական կործանիչներն ուղարկվել են դեպքի վայր, իսկ Լիտվայի նախագահը խստորեն դատապարտել է միջադեպը, այն անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Միջազգային լրահոսի մյուս կարևոր նորությունները ռեպորտաժում։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են լայնածավալ հրթիռային եւ անօդաչուների հարվածներ, թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինայում ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել են Ազատության հեռուստաալիքի 2 ուկրաինացի լրագրողներ, ինչը Կիևը հետաքննում է որպես ռազմական հանցագործություն։ Միևնույն ժամանակ կողմերը նաեւ փոխանակել են զոհված զինծառայողների աճյունները, որի շրջանակում Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զինվորի մարմին 31-ի դիմաց։ Եվրոպական առաջնորդները ստանձնել են Ուկրաինայի ֆինանսական կարիքները ծածկելու հանձնառությունը 2026-27 թվականների համար, ուղարկելով հստակ ազդանշան Ռուսաստանին, որ Կիևը կշարունակի ստանալ անհրաժեշտ ռեսուրսները, թեև աջակցության կոնկրետ մեխանիզմները քննարկվելու են դեկտեմբերին։ Դրան զուգահեռ առաջնորդները համաձայնության են եկել կլիմայական փոփոխության դեմ պայքարի շուրջ, նպատակ դնելով մինչև 2040 թվականը 90%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Այս քայլը կարևոր միջանկյալ փուլ է մինչև 2030 թվականի գործող պարտավորությունների եւ մինչև 2050 թվականը կլիմայական լիակատար չեզոքության հասնելու վերջնական նպատակի միջև։
Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից ռուսական խոշորագույն նավթային ընկերությունների դեմ սահմանած նոր պատժամիջոցները որակել է ոչ բարեկամական քայլ, որը վնասում է երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, սակայն չի ստիպի Մոսկվային որոշումներ կայացնել ճնշման տակ։ Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հետ չեղարկված հանդիպմանը, Պուտինը պնդել է, որ Բուդապեշտում գագաթնաժողով անցկացնելու առաջարկը հենց ամերիկյան կողմինն է եղել, եւ Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը, շեշտելով, որ Մոսկվան միշտ կողմ է եղել երկխոսությանը, իսկ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը հիասթափված է խաղաղությանն ուղղված Ռուսաստանի կոնկրետ գործողությունների բացակայությունից, ինչի պատճառով էլ չեղարկել է հանդիպումը։ Բացի դա, Պուտինը իրավիճակի սրման փորձ է համարել Ուկրաինային մինչև 3000 կիլոմետր հեռավորության հրթիռներ տրամադրելու հնարավորությունը, խստորեն նախազգուշացնելով, որ Ռուսաստանի տարածքներին հարվածելու դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի շատ լուրջ եւ ցնցող։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկրի եւ Ռուսաստանի միջև ռազմական եղբայրությունը կզարգանա առանց դադարի, ելույթ ունենալով Ուկրաինայում ռուսական զորքերի կողքին մարտնչած հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Փենյանը զորքեր, հրետանային զինամթերք եւ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան աջակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Երկու երկրները ստորագրել են փոխադարձ պաշտպանության պայմանագիր։ Ըստ Կիևի եւ Սեուլի գնահատականների, Հյուսիսային Կորեան պատերազմին տրամադրել է ավելի քան 10,000 զինվոր, որոնցից Հարավային Կորեայի հետազոտության տվյալներով 2000-ը զոհվել է։ Նիկոլաս Մադուրոն անգլերենով խաղաղության կոչ է արել միաժամանակ սպառնալը, որ ամերիկյան ցանկացած ռազմական միջամտության դեպքում երկրի աշխատավոր դասակարգը կսկսի զինված ապստամբություն, միլիոնավոր տղամարդկանցով ու կանանցով։ ԱՄՆ-ի գործողությունները դատապարտել է նաև Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ինչին ի պատասխան Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով դադարեցնել ֆինանսավորումը, Պետրոին կրկին անվանելով թմրանյութերի անօրինական առաջնորդ։ Միևնույն ժամանակ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներ են ներգրաված իր երկրի վառելիքի մաքսանենգության մեջ, մատնանշելով Հյուսիսային Արևանի հետ խնդիրների ավելի լայն բնույթը։ Թեև Թրամփը հերքել է Վենեսուելայի մոտ B1 ռմբակոծիչների թռիչքի մասին լուրերը, սակայն հաստատել է, որ Վաշինգտոնը շատ դժգոհ է Վենեսուելայից եւ պատերազմ հայտարարելու կարիք չի տեսնում թմրավաճառների դեմ գործողություններ իրականացնելու համար։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Սիրելի հայրենակիցներ, այս ժամի լրահոսից այսքանը, թարմ նորություններով մենք եթեր կվերադառնանք 17:00-ին, մինչ այդ ժամը։